Երբեմն ասում են, որ համացանցը բացասաբար անդրադարձավ մարդկանց վրա, փոխեց մարդկանց, գցեց այս ու այն ծայրահեղությունների մեջ։ Տգետների ձայնը հասանելի դարձավ։ Դատարկամիտներին ավելին, նրանք սկսել են սովորել, պարապները զբաղմունք գտան, զբաղված մարդիկ մնացին ստվերում։ Մտածում են, որ կյանքում ամեն ինչ ունի երկու կողմ։ Համացանցն էլ սովորական գործիք է, որը ունակ է մարդու հնարավորությունները բացահայտել։ Եթե տգետս, խոսքդ այս սահմաններից այն կողմ միևնույն է չի կարող անցնել։ Եթե խելացի ես, ապա շարունակելու ես համացանցով եւս կրթել, այնպես ինչպես կրթում էիր դրանից դուրս։ Լավ, բա նման տեղեկատվական հեղեղի մեջ ինչպես ճանաչել դրական ու բացասականը։ Չէ՞ որ բոլորն էլ լուրջ դեմքերով դասեր են տալիս, տրեյնինգներ անցկացնում, գրքեր գրում, ստորիներ ու տեսանյութեր նկարում։ Ծառը պտղից կճանաչեք։ Ես հետևում եմ այս մեթոդին։ Երբ ուզում եմ հասկանալ որևէ մեկը խելացի է թե զազրախոս, նայում եմ 3 հանգամանք։ Առաջինը իր մտքերը, տեսանյութեր, դասեր ու դրանց տակ մեկնաբանությունները։ Երկրորդը մեկնաբանողների ով լինելը եւ երրորդը իր արձագանքը սեփական սխալներին։ Մարդն ասում է, ես կարդացել եմ այսինչ գիրքը, երբել եմ այսինչ բեմում, սովորեցրել եմ այսքան մարդ, դասավանդել եմ այսինչ տեղերում, բայց այս ամենը զրո է։ Կարևոր չէ, թե քո միտքը երբ կամ ինչպես է փոխվել։ Կարևորը թե դու որևէ մեկի միտքը որքանով ես փոխել, կամ օգնել են քո քայլերն ու մտքերը որևէ մեկին A կետից B կետն ավելի հեշտ գնալու համար։